7 հոգանոց ընտանիքի սպանությունից ուղիղ 1 տարի անց Միասնիկյան 188-ը կրկին մարդաշատ էր։ Ավետիսյանների հարազատները բացեցին կողպած դուռը, գրեթե ամեն բան դեպքի օրն էր հիշեցնում։ Ներսում ոչինչ չէր փոխվել, անգամ տոնածառն ու խաղալիքներն են նախորդ տարվանից մնացել։ Պիտի չհավաքենք ու պիտի ստիպենք որ չհավաքեն, հարի մենք մեր ուզածին չհասնենք։ Սպանված ընտանիքի ազգականների վերքը չի սպիանում։ Ուղիղ 1 տարի անց էլ բազմաթիվ հարցեր շարունակում են անպատասխան մնալ։ Եթե հայկական դատարան է, հայ դատավորն են ստացած, ռուս զինվորն չեն կայնած փոխկա։ Ինչի կասկե, ինչից կվախենան։ Ես այդ սատանայական բաներին ճիշտ նստած չեմ ավադած, մեջ փաստաբաններին նստին, բայց ես չգիտեմ դիգել արդեն ինչ տեսակ։ Հնարավոր է եթե ինքը սադիստություն ունենա մեջը, որտեղ մարդ նոր խելացի դատողություն ունենա, իհարկե նորմալ մտածելակերպով մարդը չէր կարա իսկան ամենը էն էր։ Իշխորից հայատավոր ժողովուրդը կվախենա նոր, ասել լսել ենք 30 հոգի են լծվենես, այդպես էլ գյուղացի ժողովուրդը ինչ մենք տերն ենք, մենք կվախենանք, պահեշ կար կվախենանք, բայց չենք վախենա, թեկուզ մենք էլ իրանց հետ մեռնենք, բայց մենք մերը կենենք։ Ավետիսյանների իրավահաջորդները նշում են բոյկոտելու են հունվարի 18-ին կայանալիք դատական նիստը, հայտարարում, որ մինչ այդ բողոքի ակցիաներ են կազմակերպելու։ Դատական նիստն ըստ նրանց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է անցկացվի։ Գլխավոր դատախազ եւ գլխավոր դատավոր։ Այո, ու մեջ դատարանում լինի Հանրապետության Հայաստանի։ Ոչ ռազմաբազայում չէ։ Սովորական գործեր, ինչի համար չկարարած դատախազից պես դատը կեղներ։ Իրանից շատ մեծ բան ներկայացնես, քանի անգամ մերժումներ ստացանք, մտածեցինք որ ոչինչ, գուցե մի պարզաբանում կեն, բայց կտեսնենք որ լրիվ անդերության է մատնված այս գործը։ Откуда знаешь, что русский солдат был там? Я не знаю. Ну? Вы тоже думаете, что может быть много? Конечно, много было. И армяне тоже было, и русские тоже было. Конечно. А почему вы так думаете? Один человек может 7 человек убивать? Один он не мог справиться с двумя здоровыми мужчинами. Он зашел сестру стрелять. А брат что сделал? Зайца что сделал? Зайца что сделал? Невестка что сделал? Спали что ли? Нет, конечно. Второй стрелял, третий стрелял. А четвертый надо что-нибудь по башку отдали его? Отдали. Значит, он один не был. Вы недовольны, получается, ходом следствия, потому что армянские... Мы вообще ничего не довольны. Тоже занимаются. Мы ничего не довольны. Հայրեր, գորերգինսես, սուրբ երիցիանունքով, եկես է արկայությունքով, արքոր և որդվով, և ագույն սրբով, այժմեմիշ և ավերյաս, ավերենից ամեն։ Շիրակ գերեզմանատանն իրենց վերջին հանգրվանը գտած ավետիսյանների շիրիմների մոտ հնկարկեցին բազմաթիվ գյումրեցիներ, ներկա էին նաև տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը, ազգային ժողովի պատգամավորներ, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը։ Ոնց կարող է մարդը, ասենք, կրակել, հարևանը չլսել, չէ՞, այս վերսիաներ։ Երկրորդը, ասենք, ոնց կարող է մի մարդը, ասենք, ոնց որ կրակի եւ բոլորը իրենց անգողնում մնան։ Չես հարցեր են, որոնք այսօրվա դրությամբ պարզե դատական պրոցեսի ժամանակ պետք է անպայման պարզաբանվի։ Արդ, այս տնջեցելոց հոգիները քո լույսի եւ հանգստի մեջ ընդունի։ Նրանց սուրբերիդ եւ արդաներից կարգին դասելով Աբրահամի գրքում հանգեցնու նրանց լույս հակած մյուս ընտրյալների հետ միասին։ Իսկ մեզ արժանի արատեր, որ լույսի թագավորության մեջ բնակվող ընտրյալներիդ վիճակին մասնակից դառնանք, որբեսի նրանց հետ միշտ գոհությամբ փառավորենք քեզ, հոր եւ Սուրբ Հոգու հետ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն։ Հուսով ենք եւ համոզված, որ անպայման հանցագործը իր արժանի պատիժը կստանա։ Դատավճիռը կլինի եւ մենք բոլորս կտեսնենք, որ այդ ամենը արդար է լինելու։ Երեկոյան Սուրբ Յոթվերք եկեղեցում կատարվեց հոգի հանգստի կարգ, այնուհետ եղավ մոմավառություն։
Նազել Էլբակյան, Արթուր Մարգարյան, այսօր։